ճիշտ գնահատական չէ, որովհետև եթե նաև անցած ոչ միայն մեր փորձը, այլ համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ դրվագներ կան, որ այո, տարածքից դուրս են գալիս եւ առաջ են գնացել, կա նման բան։ Որտեղ։ Ներքին հանդիպությամբ, ջերմուկի ուղղությամբ այնտեղ ծառային հատվածները մեր հսկողության տակ է որը։ Նույն երևի ներքին հանդի արգելոցի, այսինքն Զանգելյանի արգելոցի մասով է։ Նայեք, երբ որ ինժեներական համաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել, հատվում է։ Այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով իրականացնել։ Հիմա ես չեմ կարող ասել, որ հրապարակային հայտարարություններ չի լինում, ոչ հրապարակային խոսում եք ադրբեջանցիների հետ այդ մասին, օրինակ ասում եք իրենց, որ անթույլատրելի է այնինչ արվում է եւ այլն, թե լրությամբ հետևում եք սահմանազատման process-ը մոտենալ։ Զինված ուժերը, գլխավոր շտաբպետը եւ գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահպանում։ Իսկ քաղաքական խողովակներով ասում եք, որ քաղաքական պաշտոնյաները դա անեն։ Այդ հարցը ուղղեք համապատասխան։ Նախընտրական շրջանում շատ էր այդ մասին խոսվում եւ քարոզարշավը կառուցվում է նաեւ դրա հիմքով։ Իշխանությունը արցախցիների վերաբերյալ ասում է, օրինակ դուք ինչու չեք զոհվել։ Պարոն Ասլյան, դուք արցախցի եք, դուք պաշտոնյա եք զինվորական։ Ես ուզում եմ հարցնել ձեզ, ինչպես ստացվեց, որ դուք չզոհվեցիք, եկաք Հայաստան եւ Բարձրաստիճան պաշտոնետ զբաղեցիք։ Ես առաջարկում եմ, որպեսզի այսուհետև ոչ ինձ, ոչ մյուսներին, ոչ գյումրեցուն, ոչ լոռեցուն եւ ոչ էլ արցախցուն, ղարաբաղցուն չասեք դու ղարաբաղցի ես, դու գյումրեցի ես, ասես դու հայ ես։ Ես հայ եմ։ Ես լսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը այդպիսի բան չի ասել, որ դու արցախցի ես։ Ես հայ եմ, ես զբաղեցնում եմ պատասխանատու պաշտոն, զինված ուժերի գլխավոր շտաբպետ եւ ես կատարում եմ իմ առջեւ դրված խնդիրները։ Չեք լսել արցախցիների մասին վարչապետի խոսույթը, ամբողջովին եթե լսեք իմանաք, որ ես խնդրում եմ այդ հարցերը մի ուղղեք, որպես պետական պաշտոնատար ռազմական գործիչ ես կատարում եմ իմ զինատեսակների անունները իրենք պայմանական հայկական անվանումներ են մեր զորքերի կառավարման կողմից։ Արտադրողի հետ մենք պայմանագրեր ունենք, որտեղ պայմանագրային պարտավորությունների մեջ այդպիսի կետ չկա նշված, որ մենք իրավունք ունենք իրենց զինատեսակի Ադրբեջանին անցած հայկական զինտեխնիկա, որ անցավ պատահում է, որ դուք համաձայն չլինեք սահմանազատման հանձնաժողովի անդամների հետ եւ ձեր առաջարկներն Սահմանազատման աշխատանքը ունի հիմք, իսկ հիմքը հանդիսանում է համապատասխան քարտեզը, տարեթվի 100,000 գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին եւ այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Հանձնաժողովի կազմում նաեւ կա զինված ուժերի կազմից ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը եւ լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները։ Ինչի համաձայն չլինեմ, եթե ինքը կատարում է ճիշտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանով։ Դուք իրանցում եղել եք, վատ է, երբ որ ինքը սահմանազատված է եւ այնտեղ ծառայությունը իրականացվում է նույնիսկ առանց պահունակը զենքի միացնելու, հակառակ կողմում եւ մեր կողմում եւ այնտեղ ոչ մի կրակոց չկա եւ բնակչությունը իր բնականոն աշխատանքն